Ըստ խնդրի Գագիկը և Արմանը ապրում են նույն բազմամուտք շենքում, որի յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան։ Գագիկը ապրում է ինչ-որ մուտքի 5-րդ հարկի 83 բնակարանում, իսկ Արմանը 3-րդ հարկի 169-րդ բնակարանում։ Պետք է գտնենք, թե քանի հարկ ունի շենքը։ Դրա համար նախ եւ առաջ եկեք պատկերենք առաջին մուտքը, այսպես դատեր, քանի որ չգիտենք, թե քանի հարկ ունի շենքը։ Եվ սկսենք բնակարանների համարակալումը 1-ից, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, հետևում է, որ յուրաքանչյուր հարկի վերջին բնակարանի թիվը պարտադիր պետք է բաժանվի 4-ի։ Եվ ուրեմն, ըստ մեր ունեցած տվյալների, 5-րդ հարկում վերջին բնակարանի թիվը 84-ն է, իսկ 3-րդ հարկում վերջին բնակարանի թիվը 172-է։ Նկատենք նաև, որ եթե 4-ական բնակարաններով հետ գանք, կստացվի, որ 5 հարկանի մուտքի առաջին բնակարանը 65-ն է, իսկ 3 հարկանի մուտքի առաջին բնակարանը համար 161-ը։ Եվ այսպես առաջինից մինչև 65-րդ այս միջակայքում ունենք 64 բնակարան, իսկ առաջինից մինչև 161-րդ այս միջակայքում էլ 160 բնակարան։ Ենթադրենք 64 բնակարանը բաշխված է ինչ-որ x մուտքերի մեջ, իսկ 160 բնակարանը ինչ-որ y մուտքերի մեջ։ Եվ քանի որ յուրաքանչյուր հարկում կա 4 բնակարան, 4-ը բազմապատկելով հարկերի թվով, որն էլ իր հերթին բազմապատկելով մուտքերի քանակով, կստանանք 64 բնակարան։ Նույնը նաև մուտքերի քանակը y դեպքում կստանանք 160 բնակարան։ Առաջին հավասարման երկու կողմը բաժանենք 4-ի, նույնը կրկնենք նաև երկրորդ հավասարման համար, եւ առաջին հավասարումից կստանանք, որ հարկերի թիվը հանդիսանում է 16-ի բաժանարար, իսկ երկրորդ հավասարումից, որ հանդիսանում է նաև 40-ի բաժանարար։ 16-ը և 40-ի ընդհանուր բաժանարարներն են 1-ը, 2-ը, 4-ը և 8-ը, որոնցից պայմանին բավարարում է միայն 8-ը։ Քանի որ գիտենք, որ Գագիկն ապրում է շենքի 5-րդ հարկում, ուրեմն շենքը հաստատ ունի 5 և ավելի հարկեր։ Այսպիսով պատասխան 8։